Իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո հայաստանյան հասարակական քաղաքական ուշադրության կենտրոնում է հայտնվել իրանական ուղղությունը, իրանական հեռանկարները, Հայաստանի տեղն ու դերը Իրանի շուրջ զարգացումներում եւ լիովին այս քննարկումների ստվերում է հայտնվել մեկ այլ գործընթաց, որի նշանակությունը Հայաստանի համար, մեր երկրի համար երևի թե դժվար է գերագնահատել։ Խոսքը Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մասին է, որն անցկացվելու է ընթացիկ տարում։ Վերջին հաշվով որևէ ուղղությամբ զարգացման հեռանկարներից առաջ Հայաստանի համար շարունակում է հրատապ մնալ քաղաքակրթական ընտրության հարցը։ Քանի դեռ Հայաստանի համար չլուծված է մնում այս խնդիրը, որևէ այլ խնդրի լուծում կամ հեռանկարի իրականացում կարող է լինել ընդամենը կարճաժամկետ էֆեկտ ունեցող գործոն։ Որևէ պետության համար առանցքային խնդիրը հանդիսանում է քաղաքակրթական առանցքը։ Որտեղ ենք մենք, ինչ առանցքում ենք մենք մեզ պատկերացնում, քաղաքակրթական ինչ հենքի վրա ենք մենք տեսնում մեր զարգացումը։ Մինչ այս հարցերը չստանան հստակ պատասխան, մենք չենք կարող գտնել համաշխարհային սուբյեկտների հետ հարաբերման մեր բանաձևը, մեր շահերից բխող երկարաժամկետ ուղիները, եւ սա վերաբերում է թե Իրանի հետ, թե Ռուսաստանի հետ, թե Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին։ Եվ ուրեմն որևէ այլ հարց չպետք է հետին պլան մղի այս գլխավոր հարցը, եւ այս առումով մենք պետք է որպես հասարակություն պարզենք մեզ համար Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է, թե մենք մեզ տեսնում ենք այլ քաղաքակրթական բևեռում, առավել եւս որ այսօր մենք կարծեք թե դրանցից մեկում ենք Եվրասիականում, ի վերջո հենց քաղաքակրթական միջավայրն է տվյալ հանրույթին օժտում եւ աշխարհայացքով ու արժեհամակարգով եւ դրանց հիման վրա ձևավորվող գործիքակազմով, որով էլ տվյալ հանրույթը, տվյալ ժողովուրդը արձագանքում է մարտահրավերներին ու կարելիություններին, հնարավորություններին եւ այս առումով իրանական հեռանկարները Հայաստանի համար ոչ միայն պետք է հետին պլան մղեն քաղաքակրթական առանցքի խնդիրը, այլ ավելի հրատապ դարձնեն դրանք։ Եվ այս իմաստով մենք պետք է մեզ համար պարզենք, թե ինչքանով է եվրասիական քաղաքակրթական այս միջավայրը համապատասխանում իրանական հեռանկարներում Հայաստանի հայերիս ակնկալիքներին եւ դրանցից բխող անելիքներին։ Թեև այստեղ իհարկե իրավիճակը ու եվրասիական անդամակցության առաջին տարվա վիճակագրությունը դրան գումարած նաեւ միտումները առավել քան խոսուն են։ Դրանք Հայաստանը կարող են տանել առավելագույնը փակուղի, իսկ Իրանը դա հենց նոր բացված փակուղին է կամ փակուղուց դուրս եկած պոտենցիալ գործընկերը։ Հետևաբար այն ռելսերը, որի վրա է այժմ Հայաստանը, մեզ չեն կարող տանել դեպի իրանական հեռանկարներ եւ ոչ էլ որևէ հեռանկարով դեպի մեզ կարող են բերել Իրանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ այս պահին զրուցելու ենք Երևանի Պետական համալսարանի իրանական ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Այս օրերին ձեզ դուք ամենաշատ փնտրված մասնագետն եք եւ ձեզ ամենաշատն են փորձում ձեր կարծիքը հասկանալ Իրանի հետ, Իրանի բացված, աշխարհին բացված Իրանի հետ Հայաստանի հնարավորությունների եւ քաղաքակրթական եւ նաեւ տնտեսական, մշակութային այլ առումներով ինչ հնարավորություններ են բացվել։ Ձեր դիտարկումները այս իմաստով։ Ընդհանուր առմամբ, եթե գալու լինեմ ձեր բացման խոսքին այդ քաղաքակրթական ընտրության հարցը, ես կարծում եմ, որ հայերս եւ ընդհանրապես մեր ժողովուրդը որպես, ասեմ այսպես, ինչ որ առումով ունիկալ քաղաքակրթություն, իր մեջ ներառում է բազմաթիվ տարրեր, այսինքն մենք մի կողմից կովկասցիներ ենք, մյուս կողմից մերձավոր արևելքի անկախտելի մասնիկ, երրորդ կողմից եվրոպական քաղաքակրթության արժեքների կրող 200-ամյա այս մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ մեզ տվել է շատ բաներ ռուսական քաղաքակրթական ավանդույթից, ինչ որ առումով մենք ներկայացնում ենք արևելքի եւ արևմուտքի մի հետաքրքիր սիմբիոզ եւ այս առումով ենք նաեւ մենք գնահատելի աշխարհի համար, այսինքն ժողովուրդ, որը կարողացել է իր մեջ պատմականորեն կուտակել, ակումուլացնել բազմաթիվ քաղաքակրթական տարրեր եւ առաջարկել դրանց խաղաղ գոյակցության հետաքրքիր մոդել։ Այո։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մեզ համար քաղաքակրթական ընտրության խնդիրը անշուշտ շատ կարեւոր է, բայց մենք պետք է փորձենք մեր այդ պատմական փորձից ելնելով չկատարել դա սևի եւ սպիտակի միջև, այլ փորձել կրկին հանդիսանալ այն խաչմերուկային քաղաքակրթական
մայրուղին, որի միջոցով տարբեր քաղաքակրթական հոսքերը կարող են առնչվել միմյանց հետ։ Եվ այս տեսանկյունից Իրանի հետ մեր հարաբերությունները չափազանց հետաքրքիր են ընդհանուր առմամբ, եթե մենք ելնենք աշխարհայացքային այս դրույթից, որովհետև հայերս պատմականորեն իրանցիների հետ ունենք հարաբերությունների հսկայական փորձ, մի քանի հազարամյա փորձ, եւ այս տեսանկյունից հանդիսանում ենք Իրանի համար չափազանց կարևոր գործընկեր ոչ միայն քաղաքական, չգիտեմ, տնտեսական եւ այլ հարթություններում, այլ նաեւ պատմականորեն իրանցիները հայերին դիտարկում են որպես իրենց կողքին մշտապես եղած, որպես կանոն բարեկամ երկիր, որը շատ հարցերում իր տեսլականներով առանձնապես չի տարբերվում Իրանից, նույնիսկ դավանական, կրոնական տարբերությունները իրանցիների համար այս հարթության մեջ այդքան էլ ռելևանտ չեն, եւ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները այս մակարդակում եւս օրինակելի են որպես մի կողմից մահմեդական, մյուս կողմից ավանդական քրիստոնեական երկրի հարաբերություններ։ Վկան մեր համայնքի խաղաղ գոյակցությունը դարերով այդ երկրում գոյություն ունեցող հայամայնքը տարբեր հատվածներում, Իրանի տարբեր ուրեմն քաղաքներում։ Իրավացի եք, հենց այդպես է եւ շատ դեպքերում, ասեմ ձեզ, իրանցիների միջին վիճակագրական իրանցին, սովորական իրանցի գյուղացին ենթադրենք կամ քաղաքաբնակը, որը առանձնապես չի խորացել պատմության, մշակույթի ոլորտում, սովորական մարդ է, շատ դեպքերում ենթադրում է, որ Երևանը դեռևս Իրանի կազմում է։ Եվ ամենևին չի զարմանում, որ ասենք Երևանից եկած ուսանողը կարող է խոսել պարսկերեն, ենթադրելով, որ Երևանում պարսկերենը սովորական խոսակցական լեզուներից մեկը պետք է լինի, ինչպես Իրանի այլ քաղաքներում են։ Այս առումով իրանցիների ընկալումը մեր հանդեպ խիստ դրական է եւ ես կարծում եմ, որ մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից։ Այսինքն իրանցիները եթե այլընտրանքներ նույնիսկ լինում են, շատ դեպքերում գերապատվությունը տալիս են հայերի կամ Հայաստանի հետ հարաբերություններին։ Ասենք վերցնենք հասարակ օրինակ հենց թեկուզ վերջին զարգացումների ընթացքում պատժամիջոցներից դուրս եկող Իրանի ամենաբարձրաստիճան մակարդակով պատվիրակությունը այցելեց Հարավային Կովկասում ոչ թե Ադրբեջան կամ Վրաստան, այլ այցելեց Հայաստան, այս առումով հստակ ուղերձ եղելով մեզ իր առաջնահերթությունները գոնե մեր տարածաշրջանում։ Այո, առայն որ Հայաստանի Հանրապետությունը մեկուսացումից դուրս եկող Իրանի համար ոչ միայն չի կորցնում արդիականություն, այլ նաև հանդիսանում է հիմնական գործընկերը մեր տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Իրանը, որքան էլ մենք այդքան լավատեսական, այսպես ընդհանուր գնահատականներ ենք տալիս հայ-իրանական հարաբերություններին, Իրանը բավական լուրջ տնտեսական ծրագրեր ունի Ադրբեջանի հետ։ Եվ այս օրերին եւս լուրջ քննարկումներ են, նոր այսպես էներգետիկ նախագծեր են մշակվում երկու երկրների միջև։ Ես կուզեի, որպեսզի մեր ժողովուրդը իրատես լիներ նաև բարեկամ Իրանի հետ հարաբերություններում եւ կարողանար այս առաջին զգացական ուրեմն այսպես ընկալումներից դուրս առաջնահերթ այսպես հիմնական խնդիր դարձներ ռեալիստական ուրեմն թե ինչ հնարավորություններ եւ ինչ պոտենցիալ ունենք մենք Իրանի հետ հարաբերություններում։ Հսկայական շահեր ունեն Իրանը եւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի կարեւորությունը Իրանի համար որևէ մեկը չի կարող նսեմացնել եւ պետք է գնահատել թե որտեղ է մեր համագործակցության չափաբաժինը, որտեղ է համագործակցության այն լուֆտը, որը մեզ հնարավորություն կտա կարեւոր շարունակել կարեւոր մնալ Իրանի համար։ Այս իմաստով ինչ են ձեր պատկերացումները Հարավային Կովկասում հասկանալիորեն մենք ընկալվում ենք որպես բարեկամ երկիր, բայց շահերը այլ առաջնահերթություններ են պահանջում։ Ձեր դիտարկումները կարող է Իրանը օրինակ դառնալ հակակշռող հանգամանք Հայաստան-Իրան ընդդեմ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի, դրանով ամրացնելով օրինակ Հայաստանի անվտանգությունը, դրանով հեռացնելով պատերազմի, հնարավոր պատերազմի հեռանկարը կամ հնարավորությունը, որտեղ Իրանը այլևս լրջագույն խաղացող կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ հետաքրքիր է որ Ռուսաստանի հետ հնարավոր գործակցությունը մեր տարածաշրջանում էապես հնարավորություն կտա նրան ուրեմն ակտիվորեն խաղաղության պաշտպան լինել եւ ամրացնել կայունությունը մեր տարածաշրջանում։
Ընդհանուր առմամբ մենք պետք է նկատի առնենք մի կարևոր հանգամանք։ Իրանը դա տարածաշրջանային գերտերություն է, հետևաբար Իրանը շահեր ունի ոչ միայն հարավային Կովկասում կամ հարավային Կովկասում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Մերձավոր Արևելքում ընդհանրապես շատ դեպքերում նույնիսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս։ Այս առումով ակնկալել, որ Իրանը իր հարաբերությունները կդադարեցնի դիցուկ Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ չի կարելի եւ ձեր նշած այդ ռեալ պոլիտիկի շրջանակներում անշուշտ մենք պետք է մշտապես նկատի առնենք, որ Իրանը պահպանելու է հարաբերությունների որոշակի մակարդակ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե մեր հանդեպ թշնամական կամ պոտենցիալ թշնամական դիրքորոշում ունեցող ցանկացած կողմի հետ։ Բայց կա մի կարևոր հանգամանք, Իրանի ներսում էլ որպես գերտերության քաղաքական վերնախավը բազմաշերտ է։ Կարևոր է այն հանգամանքը, որ վճռորոշ որոշումներ կայացնող վերնախավի ներկայացուցիչները, ասեմ այսպես, չունեն ադրբեջանամետ դիրքորոշումներ։ Իրանում կա անշուշտ նաև որոշակի ադրբեջանամետ գործունեություն ծավալող շերտ, որը ներկայացված է, չասեմ ամենաբարձր մակարդակում, բայց միջին օղակներում այսուհանդերձ որոշակի այդ շերտը իրեն զգացնել է տալիս, եւ այս առումով Ադրբեջանի հետ հարաբերությունների դադարեցում ակնկալելը շատ սխալ կլիներ, բայց կա մի կարևոր հանգամանք, Իրանում հստակ գիտակցում են, որ Ադրբեջանական Հանրապետությունից Իրանը ակնկալում է մշտական վտանգ, այսինքն վտանգի հիմնական, ասեմ այսպես, արտացոլողը Իրան դեպի հյուսիսային հատված Իրանի Ադրբեջանն է, ընդ որում այդ վտանգը երկու ուղղություն ունի, մեկը, որը գեներացվում է, ծնվում է հենց Ադրբեջանական Հանրապետության ներսում, հակաիրանականությունը, երկրորդը պլացդարմը, այն պլացդարմը, որը Ադրբեջանական Հանրապետությունը տրամադրում է հակաիրանական ուժերին իրարի դեմ զանազան գործողություններ իրականացնելու առումով։ Հետևաբար իրանցիները ունեն մի հետաքրքիր դիրքորոշում, մեկուսացման պայմաններում այդ երկիրը ձգտում էր առնվազն իր բոլոր հարևանների հետ պահպանել հարաբերությունների որոշակի միջին մոդուս, բնականաբար ունենալով առաջնայնություններ եւ այլն։ Մեկուսացումից դուրս եկող Իրանը միգուցե ավելի, ասեմ այսպես, համարձակ դիրքորոշում որդեգրի իր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների պարագայում եւ ավելի համարձակ իր բարեկամությունը արտահայտի իր հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրների պարագայում, որն է դիցուք Հայաստանը։ Հիմա այս համատեքստում մենք պետք է նախ ռեալ գնահատենք մեր շանսերը, բայց պետք է նկատի առնենք, որ Իրանում մենք ունենք հայամետ տրամադրված քաղաքական վերնախավ եւ այդ վերնախավի հետ աշխատելու մեխանիզմներ կան։ Արևելյան երկրների հետ աշխատելու մեխանիզմները մի փոքր տարբեր են արևմուտքի հետ աշխատելու մեխանիզմներից։ Հատկապես իրանցիների պարագայում, որոնք հայտնի են որպես, ասեմ այսպես, ամենադժվար բանակցող կողմ, որի հետ բանակցություններ վարելը պահանջում է հսկայական արվեստ եւ հսկայական հմտություններ, համաձայնության գալը կամ որևէ խնդրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը պահանջում է յուրահատուկ մոտեցում։ Իրանցիները երբևիցե չեն շտապում բանակցությունների ընթացքում եւ երբևիցե չեն գնում արկածախնդրության բանակցությունների ընթացքում։ Եվ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները երբեք չեն խախտում, որովհետեւ ունեն պատմական նաեւ կարծես պետականաշեն մոտեցում, պետական կենտրոն, ասեմ այսպես, երկիր է, որտեղ կարող են դինաստիաները, ասեմ, պատմական հազարամյակների ընթացքում փոխվել, բայց շահերը երբեք եւ պետությունը երբեք, Իրանը որպես հիմնական գաղափար է, որի շուրջ ձևավորվում է ամբողջ դիսկուրսը, թե հասարակական մակարդակում, թե քաղաքական, թե նույնիսկ կրոնական մակարդակում։ Ռուհանի այց երբ կարող ենք Հայաստանում սպասել։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի հետ եղել են փոխայցեր, բավական խորը հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների։ Նախկինում այո, բայց ներկա կառավարության ժամանակահատվածում ամենաբարձրաստիճան պաշտոնյան Հարավային Կովկասի տարածք Հայաստան է այցելել փոխնախագահը Իրանի եւ դատելով արկա տեղեկատվությունից հավանաբար արդեն այս տարվա ընթացքում Իրանի նախագահի այց կլինի, բայց տեղեկատվությունը վերջնականապես հստակեցված չէ։ Խոսակցություններ կան, նույնիսկ ԶԼՄ-ների մակարդակով կա այդ տեղեկատվությունը, բայց հստակեցված չէ։ Մի կարևոր հանգամանք պետք է նկատի առնել, անկախ նրանից Իրանի նախագահը Հայաստան կայցելի թե չի այցելի, ես կարծում եմ մենք պետք է
Մեր ունեցած տեսել ենք բոլոր վերջին նախագահները գոնե պատժամիջոցների ընթացքում Ռաֆսանջանին, Ահմադինեժադը այցելեց, այո, նույնիսկ ասեմ, թե Երևան այցելեց, թե Մեղրիում Խաթամին եկավ, այո, բոլոր նախագահներն էլ այցելել են եւ ես չեմ կարծում, որ այս նախագահը բացառություն կկազմի, անպայման կայցելի է։ Փետրվարին ընտրություններ են խորհրդարանական եւ նաեւ այդ փորձագետների խմբի ընտրություններ են։ Կարող է այս ընտրությունները փոխեն, օրինակ, արտաքին քաղաքական Պարլամենտում իրերի դասավորությունը Իրանի միգուցե փոխվի, հստակ չի կարելի ասել, միգուցե բարեփոխականները ավելի շատ ձայներ ստանան, պահպանողականները ավելի քիչ կամ հակառակը, սա Իրանի պարագայում ռելևանտ չէ երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը որոշելու հարցում։ Այո, բարձրապես ներքին քաղաքական հարց է, հասարակության տարբեր խնդիրների լուծման առումով դրանք ռելևանտ են, բայց երկրի արտաքին քաղաքական կուրսը պահպանվելու է եւ ասեմ այսպես, Իրանում կա մի առանձնահատկություն եւս պահպանողականների եւ չափավորականների բաժանումը շատ դեպքերում խիստ պայմանական է։ Տեսեք, ասենք օրինակ պահպանողական կարող է լինել քաղաքացիական անձը, բայց չափավորական հոգեվորականը։ Եվ այս առումով Իրանը նույնպես շատ հետաքրքիր է եւ եզակի երկիր է։ Ահմադինեժադը խիստ պահպանողական, Ռուհանին խիստ չափավորական, ասեմ այսպես։ Եվ մենք պետք է մեր հարաբերությունները կառուցելիս սա էլի նկատի առնենք, այսինքն Իրանի արտաքին քաղաքական ուղեգիծը ունի իր առաջնահերթությունները, այդ առաջնահերթությունները կարող են տակտիկական մարտավարական նպատակներով հետ բերվել, առաջ քաշվել, բայց երբեք չեն փոխվում դրանք։ Այս իմաստով Իրանը գրեթե 2500-ամյա իր պատմության ընթացքում մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ տարածաշրջանում առնվազն լինել գերտերություն եւ այդ գերտերության կարգավիճակից ելնելով ստանալ այն ամենը, ինչը, ասեմ այսպես, խոսակցական լեզվով հասնում է այդ գերտերությանը։ Հայաստանը որքանով է համարժեք այս ներկա իրավիճակի, ներկա դասավորությանը, որտեղ աշխարհի թիվ 1 թեման վերջին օրերին Իրանն է, Իրանի բացվածությունն է աշխարհին եւ չեղարկումն է պատժամիջոցների Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից։ Այսօր Հայաստանում մեդիայի բոլոր միջոցները խոսում են այդ կարեւորության մասին։ Դուք համարժեք արձագանք տեսնում եք իշխանությունների մոտ, որպեսզի ժամ առաջ Հայաստանը իր պատկան բոլոր գերատեսչությունները ուսումնասիրի իրանական շուկան, իրանական հնարավորությունները, Իրանը Հայաստան բերելու եւ Հայաստանը բացելու Իրանի առաջ։ Ընդհանուր առմամբ ասեմ մի բան, որը բնորոշ է մեր ժողովրդին եւ որը հասարակական նաեւ մակարդակում է արտահայտվում, մենք ունենք հետաքրքիր նախաձեռնողականության խիստ պակաս։ Դա արտահայտվում է, երբ որ հայերը գտնվում են Հայաստանից դուրս։ Խիստ նախաձեռնողական են, բայց սեփական երկրում կարծես թե նախաձեռնողականությունը այո, ասեմ այսպես, այդքան էլ կարծես թե չի խրախուսվում եւ ներքին ձգտում էլ չկա շատ նախաձեռնողական լինել։ Ես կարծում եմ, որ Իրանի պարագայում մենք պետք է լինենք նախաձեռնողական բոլոր մակարդակներում։ Սկսած հասարակական կապերի մակարդակից, վերջացրած իշխանական կառավարության տարբեր օղակներով եւ այլն։ Եվ այս առումով մենք պետք է մի հստակ ուղենիշ ունենալ, ձեռնարկել այն բոլոր հնարավոր քայլերը, որոնք մենք պետք է անենք բացվող Իրանից մեր երկրի համար ամենամեծ դիվիդենդները քաղելու առումով։ Այսինքն մենք կատարենք մեր բոլոր քայլերը սպասելով իրանական կողմի արձագանքին։ Ես կարծում եմ, որ այս առումով դեռևս Վիեննայում կայացած համաձայնագրից հետո որոշակի քայլեր արվել են։ Թերագնահատել դա էլ չի կարելի, մենք կմեղանչենք օբյեկտիվության դեմ, արվել են որոշակի քայլեր, այս օրերին էլ հենց Հայաստանի տրանսպորտի նախարարը այո Իրանում ամենաբարձր մակարդակով առաջին փոխնախագահի հանդիպում է արդեն տեղի ունեցել։ Եվ դա շատ կարևոր քայլ է, որովհետև իրանական կողմից հնչեց նույնպես շատ հետաքրքիր ազդակ, իրանցիները կրկին անգամ վերահաստատեցին Հայաստան-Իրան երկաթուղու հանդեպ իրենց հետաքրքրությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև տեսեք մեր ժողովրդին էլ, ասեմ այսպես, երկար ժամանակ ներարկվում է, թե հասարակական մակարդակով, թե բոլորս ենք դրանում մեղավոր, որ մենք ինչ-որ փակուղում գտնվող մի կերպ, այսպես ասեմ, գոյատևող, չգիտեմ, կղզիացած, շրջափակված, անպետք, այո, մի ժողովուրդ ենք, որի հիմնական նպատակը գոյատևելն է։ Ամենևին ոչ, մեր երկիրը որքանով որ փակուղային դիրք ունի, նույնքանով էլ խաչմերուկային դիրք ունի, նույնիսկ առավել քան խաչմերուկ է, քան փակուղի է։ Այլ հարց է, որ մենք ունենք երկու թշնամական հարևան, որոնք ձգտում են մեզ ամեն կերպ մտցնել այդ փակուղին։ Ես կարծում եմ, որ մեր հասարակական եւ ընդհանրապես աշխարհայացքային մոդելի փոփոխության մեջ շատ կարեւոր մի կետ մենք պետք է մտցնենք։ Ունենալ երազանք,
մենք պետք է ընդօրինակենք այս առումով ամերիկյան մոդելը, ամերիկյան այդ երազանք կոչվածը։ Մենք պետք է ունենանք մեծ երազանք, ցկտենք ազգովի բոլոր մակարդակներում այդ երազանքին հասնել, ընդ որում եթե այդ երազանքը իրականանալի է։ Այս պարագայում Հայաստան-Իրան այդ երկաթուղու պրոյեկտը խոշորածավալ մի ծրագիր, որը մեզ դուրս է բերելու շրջափակումից, որը Հայաստանի կշիռը տարածաշրջանում մի քանի անգամ ավելացնելու է։ Ընդհանրապես մեր այդ փակուղային աշխարհայացքը դարձնելու է խաչմերուկային, մայրուղային պատկերավոր ասեմ, այս երազանքը մենք պետք է հասարակական տարբեր մակարդակներով, ասեմ այսպես, տորպեդահարենք, որպեսզի մեր հասարակությունը ինքը սկսի հավատալ իր ուժերին, այլ ոչ թե մենք մեզ դիտարկենք որպես ոչ լիարժեք այդ նույն, չգիտեմ, կղզու մեջ գտնվող տեղաբնիկներ, որոնք անընդհատ պետք է պաշտպանվեն, անընդհատ միայն վտանգները հաշվարկեն, մենք վտանգներին զուգահեռ պետք է կարողանանք հաշվարկել մեր հնարավորությունները։ Դա է ապագայի ազգի, ասեմ այսպես, երկու թշնամի հարևանների մասին խոսեցիք։ Վրաստան, Իրան, Հայաստան գործակցության հեռանկարները։ Նախորդին Կալաձեն հայտարարում էր օրինակ որ Գազպրոմը նոր պայմաններ է դնում Վրաստանի արչև Հայաստան առաքվող գազի շուրջ եւ այստեղ հետաքրքիր է որ ավելի ու ավելի Վրաստանը հակված է իր կախվածությունը նվազեցնել ադրբեջանական գազից հօգուտ իրանականի եւ հօգուտ ռուսականի այստեղ ինչ հեռանկարներ եք տեսնում եւ ինչպես է գնահատում իրավիճակը ցավոք սրտի ես Վրաստանի ներքին քաղաքական կյանքին չափազանց քիչ եմ ծանոթ ասեմ ծանոթ եմ միջին վիճակագրական հայաստանաբնակի մակարդակով ոչ փորձագիտական մակարդակով բայց կան հեռանկարներ Հայաստան Իրան կա հետաքրքիր մի ձևաչափ որը շատ ուշագրավ է որ Երևանում ձևավորվեց դա քառակողմ ձևաչափ որը վերաբերում էր բարձրավոր էներգետիկ ասեմ այսպես հաղորդակցության գծին Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան եւ ես կարծում եմ որ եթե այդ ձևաչափը աշխատի, որովհետև հուշագրի մակարդակով է դեռ։ Այսինքն այստեղ իրանական ներկայության նկատմամբ Ռուսաստանը խանդով չվերաբերվի եւ որպես մրցակից չվերաբերվի, որպես ուրեմն հնարավոր է նաեւ։ Փաստացիորեն Ռուսաստանը հանդես եկավ որպես մասնակից, այսինքն ոչ թե որպես գործընթացը տորպեդահարող երկիր, այլ մասնակից երկիր։ Եվ այս ձևաչափը ես կարծում եմ օրինակելի է։ Հենց նույն գազային համագործակցության ոլորտում տեխնիկական մասնագետները պնդում են, որ Հայաստան-Իրան գազամուղը չի կարող ապահովել Վրաստանի պահանջմունքը կամ կարող է ապահովել ժամանակավորապես, ես հստակ չեմ կարող դա պնդել, բայց այսուհանդերձ, եթե ձևաչափը եւ տրամաբանությունը հստակեցվի, այսինքն այն տրամաբանությունը համաձայն, որ ռուսական կողմը ըստ էության պետք է հասկանա կամ միգուցե արդեն հասկացել է, որ ժամանակակից աշխարհում ոչ միայն կոշտ ուժն է գնահատվում, այլ շատ դեպքերում փափուկ ուժի կիրառությամբ կամ ասենք ավելի քաղաքակիրթ տերմինով մասնակցային գործընթացների միջոցով կարելի է սեփական շահերը առաջ մղել, ապա դա կլինի լավագույն լուծումը։ Այսինքն ցանկացած պարագայում, տեսեք, Իրանը, եթե նպատակ է դրել էներգակիրներ դուրս բերել դեպի եվրոպական շուկա, նա դա անելու է։ Մենք տեսանք, որ Իրանը չընկրկեց աշխարհի հզորագույն պետության առջև եւ դիմացավ դուրս եկավ դրան։ Հետևաբար Իրանը չի ընկրկի որևէ մեկ այլ երկրի առջև։ Այս առումով ես կարծում եմ, որ ռուսական կողմի համար էլ չափազանց ձեռնտու կլինի, որպեսզի իր բարեկամ, իր դաշնակցային, այսպես Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ ասեմ այսպես, ռուսական այդ տարածապաշտության, ծավալապաշտության շրջանում, որը ենթադրում էր Օսմանյան կայսրության հետ պատերազմներ, չգիտեմ, իրանական կայսրության դեմ պատերազմներ, միակ երկիրը, որը այսօր պահպանում է դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, դա Հայաստանն է։ Բալկանները խնդրեմ նայեք, բազմաթիվ պատերազմներից հետո Ռուսաստանը ունի մեկ կիսադաշնակից իդեմս Սերբիա։ Այո, Վրաստանը նայեք, ադրբեջանական հանրապետությունը, որը ստեղծվել է մեծամասամբ ռուսական, ասեմ այսպես, սվինների օգնությամբ գաղափարական օժանդակության պայմաններում այսօր տեսեք ինչպիսի դիրքորոշում ունի։ Հետևաբար ի վերջո ռուսական քաղաքական վերնախավն էլ պետք է հասկանա, որ Հայաստանին վերագնահատելու ժամանակն է։ Հայաստանը, ասեմ այսպես, մենք հայերս ունենք մի կարևոր հատկանիշ էլ։ Մենք կարող ենք ներել շատ բաներ, բայց մենք երբեք չենք ներում, երբ որ մեզ սկսում են դիտարկել ստրուկների վասալների կարգավիճակով։ Դա աշխարհայացքային նաև էլեմենտ է։ Շնորհակալություն պարոն Ոսկանյան, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում զրուցում էինք Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Շնորհակալություն։